Ավետարան ըստ Մարկոսի 12 Չար մշակների առակը և սկսեց նրանց հետ առակներով խոսել և ասել. մի մարդ այգի տնկեց և նրա շուրջ ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց և աշտարակ շինեց, ու այն հանձնեց մշակներին և գնաց ուրիշ երկիր, երբ ժամանակը հասավ, մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից, և մշակները նրան բռնելով ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին, դարձյալ նա մի ուրիշ ծառա ուղարկեց, և նրա էլ գլխին հարվածեցին և անարգելով արձակեցին, և վերստին մեկ ուրիշ ուղարկեց, սրան էլ սպանեցին, և ուրիշ շատերին ուղարկեց, ոմանց ծեծում էին, ոմանց սպանում, դեռևս նա մի սիրելի որդի ուներ, վերջում նրան ուղարկեց նրանց մոտ, ասելով. թերևս իմ այս որդուց ամաչեն, իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. ժառանգը սա է, եկեք սպանենք սրան, և ժառանգությունը մերը թող լինի, և բռնելով նրան, սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս, արդ այգու տերը ինչ կանի, կգա և կսպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կհանձնի, դուք չեք կարդացել գրքի այն խոսքը, թե այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա եղավ անկյունաքար, Տիրոջ կողմից եղավ այս և մեր աչքին սքանչելի է, և նրանք միջոց էին փնտրում նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, թե նա առակը իրենց մասին ասաց, և թողեցին նրան ու գնացին. Կայսրին տրվելիք տուրքը, և նրա մոտ ուղարկեցին փարիսեցիներից և հերովդեսականներից ոմանց, որպեսզի նրան խոսքով որսան, և նրանք եկան ու նենգությամբ հարց էին տալիս և ասում. վարդապետ, գիտենք, որ դու ճշմարտասեր ես և չես քաշվում ոչ ոքից, որովհետև մարդկանց աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում, արդ ասա մեզ, օրինավոր է հարկ տալ կայսրին, թե ոչ, տա՞նք, թե չտանք: Հիսուս իմացավ նրանց կեղծավորությունը և ասաց. ինչու եք ինձ փորձում, կեղծավորներ, ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ: Եվ նրանք բերեցին, և նրանց ասաց. ո՞ւմն է այս պատկերը կամ գիրը, և նրանք ասացին նրան. կայսրինը: Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. գնացեք, տվեք կայսրինը կայսեր և Աստծունը Աստծուն, և զարմացան նրա վրա: Հարց մեռելների հարության մասին. Նրա մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա, հարց էին տալիս և ասում. վարդապետ, Մովսեսը մեզ համար գրել է, եթե մեկի եղբայրը մեռնի և կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը և իր եղբոր համար զավակ հասցնի: Արդ մեզ մոտ 7 եղբայրներ կային, առաջինը կին առավ և մեռավ ու զավակ չթողեց, և երկրորդը նույն կնոջն առավ ու մեռավ, և նա էլ զավակ չթողեց, նույն ձևով նաև երրորդը առավ նույն կնոջը, և 7-ն էլ զավակ չթողեցին, ամենքից հետո մեռավ նաև կինը: Արդ հարության ժամանակ, երբ հարություն առնեն, նրանցից ում կինը կլինի, քանի որ 7-ն էլ նրան կին առան: Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. հենց դրա համար չէ, որ մոլորված եք, քանի որ չգիտեք գրքերը և ոչ էլ Աստծու զորությունը, որովհետև երբ մեռելներից հարություն առնեն, ոչ տղամարդիկ կին կառնեն և ոչ էլ կանայք մարդու կգնան, այլ կլինեն հրեշտակների նման, որ երկնքում են: Իսկ գալով մեռելներին, թե հարություն են առնում, դուք չե՞ք կարդացել Մովսեսի գրքում, մորենի դրվագում, թե ինչպես Աստված ասաց նրան. ես եմ, ասում է,
Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը։ Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, ուստի դուք խիստ մոլորված եք։ Առաջին պատվիրանը։ Օրենսգետներից մեկը մոտենալով լսում էր նրանց, մինչ վիճում էին։ Երբ նա տեսավ, թե Հիսուս նրանց պատասխանը լավ տվեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատվիրանն է առաջինը»։ Եվ Հիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է. Լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը միակ Տերն է, եւ դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զորությամբ։ Սա է առաջին պատվիրանը։ Եվ երկրորդը նման է սրան. դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես։ Չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրանք»։ Եվ օրենսգետը նրան ասաց. «Լավ է, վարդապետ, ճշմարտությամբ ասացիր, թե Աստված մեկ է, եւ բացի նրանից ուրիշ Աստված չկա, եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպես եւ ընկերոջն իր անձի պես սիրելը, առավել է, քան ողջակեզները եւ զոհերը»։ Եվ Հիսուս տեսնելով, թե նա իմաստությամբ պատասխան տվեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայությունից»։ Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան բան հարցնել։ Քրիստոս որդի եւ Տեր Դավթի։ Մինչ Հիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տվեց ժողովրդին ու ասաց. «Ինչպես են ասում օրենսգետները, թե Քրիստոս Դավթի որդի է, մինչ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. Տերն իմ Տիրոջն ասաց. նստիր իմ աջում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատվանդան դնեմ»։ Արդ, եթե Դավիթն ինքն իսկ նրան Տեր է կոչում, ինչպե՞ս նրա որդին կլինի։ Եվ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով։ Օրենսգետների դատապարտումը։ Եվ սովորեցնելով, նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգույշ եղեք այդ օրենսգետներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել, ժողովարաններում առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ պատվոտեղերը։ Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, որպեսզի ավելի խիստ դատաստան ընդունեն»։ Այրի կնոջ շլուման։ Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց, դիտում էր, թե ինչպես ժողովուրդը բղինձ դրամ է գցում գանձանակի մեջ։ Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին։ Մի այրի կին եկավ եւ 2 լումա գցեց, որ մի գրոշ է։ Եվ Հիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա իր չքավորությունից գցեց ամեն ինչ, որ ուներ, իր ամբողջ ապրուստը»։